Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի տաղավարում այսօր զրուցելու ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ։ Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Տեղյակ եք, որ Բրյուսել կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսավորելու Հայաստանում տարբեր բարեփոխումների ծրագրեր, ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն, ջրերի կառավարման համակարգի ստեղծում, ինչպես նաև դպրոցաշինություն եւ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներ։ Վարչապետը նաև հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ չի 100% ֆինանսավորել այդ ծրագրերը եւ Հայաստանը նույնպես պետք է մասնակցություն ունենա։ Ֆինանսավորելու դեպքում քննարկվել է նաև վարկային միջոցներ ներգրավելու հարցը։ Գիտեք, որ մեր պետական պարտքը մոտենում է 60%-ին ՀՆԱ-ին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պետք է քննարկենք Կենտրոնական բանկի հետ փոփոխությունների հարցը պարտքի շեմի։ Ձեր կարծիքով արժի ավելացնել պետական պարտքը նման բարեփոխումների ծրագիր ներգրավելու համար։ Երկուսն էլ առաջնային են, պետական պարտքը ավելացնենք, բարեփոխումներ անել։ Եթե երկուսը իրար հետ կարողանում ենք միավորել, ուրեմն արդյունավետ համակարգ ենք կարող ստեղծել։ Լավ կլիներ, որ իհարկե այդ բարեփոխումների համար մենք սահմանափակում չունենենք, ու գումարներ կարող ենք դրսից բերել, առավելևս եթե այդ գումարները բավականին մատչելի են եւ թանկ չեն։ Բայց քանի որ նախորդ 10 տարիների ընթացքում մենք սպառել ենք այդ լիմիտը կամ սահմանափակումը, արդեն գործում է 60% մոտավորապես համախառն ներքին արդյունքի նկատմամբ, այդ հնարավորություններից ըստ էության այս կառավարությունը չի կարող օգտվել։ Կամ կարող է պարտքի շեմը օրենսդրորեն փոխել։ Դե հիմա այս պահին դեռևս չի կարող օգտվել։ Այդ առումով հիմա ոչ միայն քննարկումներ են գնում կառավարության ներսում, այլ մասնագիտական շրջանակներում են այն քննարկումներ սկսել, Բագրատյան, Սանդոյան, նախկին վարչապետներն են Ղարաբաղի Արայիկ Հարությունյան, էլի, այսինքն ես խոսում եմ նրանց մասին, որոնք հրապարակվել են, որոնք առաջարկում են այս մի խումբը, որ եկեք պետական պարտքը մեծացնենք։ Որովհետև իրենց հիմնավորումը այսպեսին է, եթե մենք ցանկանում ենք իսկապես թռիչքաձև զարգացում ապրել եւ չբավարարվել 5% տնտեսական աճով, այլ ավելի, որի կարիքը ունենք, որի հետ չի կարելի վիճել, մենք պետք է իսկապես դրացի ռեսուրսների ներգրավման հնարավորություն ունենանք։ Բայց սա մի տեսակետ է, որը դեռևս չի նշանակում, որ լիարժեք ճշմարտություն է։ Կա այլ տեսակետ, որ ընդհանրապես պետական պարտքի հետ կապված, երբ որ 35%-ից պետական պարտքը մեծանում է, այդ դեպքում տնտեսության աճի մի մասը հենց գնում է պետական պարտքը փակելու համար եւ այստեղ նաեւ սա ազդում է պետական աճի վրա։ Եվ երրորդը կա, նայած թե ոնց է պետական պարտքը օգտագործում, ինչ որ նախորդ տարիներին չի արվել, եթե դա արդյունավետ է օգտագործում, դրա ավելացումը ընդհակառակը պետական ընդհանուր տնտեսության զարգացման վրա դրական ազդեցություն է ունենում, որպեսզի ավելի պատկերավոր լինի հյուսիսարավ ճանապարհը։ Եթե մենք կարողանանք դա իրականացնել 4 տարով ինչպես նախագծված էր, համոզված եղեք, որ ոչ մի խոսակցություն չի լինի այդ հյուսիսարավի մասին, բացասական առումով, եթե աշխատեր ճանապարհներն բոլորս կգնահատենք, թե ինչ ահռելի ազդեցություն է ունեցել հաստատ դրական առումով մեր տնտեսական եւ առօրյա կյանքի վրա, եւ այս առումով արդեն պատասխանը կար, այսինքն ներդրում եղավ, արդյունքը կար։ Քանի որ մեր մոտ եղել են գումարներ պետական պարտքի առումով եւ դրանց արդյունքը մենք չենք տեսել, պետական պարտքի բեռը մնացել է որպես բեռ։ Ձեր կարծիքով պետք է ավելացնել նման ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր պատրաստ չեմ պատասխանել, որովհետեւ իրականում այստեղ ինձ համար մի ուրիշ կարևոր հանգամանք կա։ Նախ եւ առաջ ինչի համար է դա օգտագործվում, որովհետեւ իմ նշած հեղինակների կողմից հիմնականում ենթակառուցվածքների վրա եւ դա էլ ընդունված է։ Ասենք նաև ամերիկյան փորձ են բերում հատկապես ճգնաժամային տարիներին 29-33 թվականի գերմանական, երբ որ դրանք օգտագործվեցին ենթակառուցվածքների վրա եւ որոնք իրենց ազդեցությունը ունեցան հետագայում տնտեսության զարգացման վրա, բայց մեր մոտ հակառակն էլ բացասականը կա հյուսիսային պողոտայի շինարարություն, որտեղ որոշ մեծ գումարի ներդրումներ եղան ու նախնակ մի հաշվարկով 7-ից 8 միլիարդ դոլար, չգիտեմ ինչքանով է դա, ուղղակի ես հրապարակումներ եմ ասում, ինչ որ է գումարներ ներդրում եղան եւ դրանց արդյունքում մեր տնտեսությունը 2008 թվականի ճգնաժամից հետո 10 տարի չէր կարողանում դուրս գալ, որովհետեւ մեր տնտեսության ռեսուրսները գնացել են այդ ուղղությամբ։ Այդ առումով ես այս պահին պատասխան ինքս անձամբ չունեմ, բայց համոզված եմ, որ իմ մոտ է որոշակի ինչ-որ տեղեկությունների կամ վերլուծություններից հետո վերջնական տեսակետ կդրսևորվի։ Վերադառնալով նախորդ 10 տարիներին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցին եւ այդ հարցադրումներին, ես լրիվ հասկանալի է, թե ինչ են Եվրամիության ներկայացուցիչները այդպիսի հարցադրում անում, որ դուք եւ մենք միասին, որտեղ այդտեղ պատասխանատվության խնդիր կա։ Եվ ի վերջո առաջնահերթությունների որոշելու խնդիր կա, նաև այն կողմից, որ դուք եթե որոշում եք, նաև դուք մասնակցություն ունեցեք, սա այլ կազմակերպությունների կողմից ընդունված
մոտեցում էր ժամանակին USAID-ն այդպիսի ծրագրեր երբ որ իրականացնում էր համայնքում, միշտ 1/4-ը պետք է համայնքային իշխանությունները իրենք ֆինանսավորեն։ Իսկ այս անգամ ձեր կարծիքով որքան է լինելու Հայաստանի կամ Եվրամիության մասնաբաժինը 50-50 Ես ձեզ ասեմ, ինձ առանձնապես դա չի մտահոգում այնքանով, որ ինձ համար ավելի կարևոր է թե ինչ մենք սպասելիքներ ունենք, որ բնակավարներում դա պետք է արվի։ Օրինակ, եթե ջրամբարաշինության մասին է խոսում, մինչ այդ ուրիշ ավելի կարևոր խնդիր կա։ Ընդհանրապես ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության խնդիր, այն համակարգը, որ այսօր սպասարկում է ռոռոկման միայն մասին խոսեմ, դեռևս ջրամատակարարումը խմելու ջրի մասին չասեմ, որը իրականացնում էր նախկին ջրային պետական կոմիտեն, որ հիմա չգիտեմ ինչ է դառնալու, այդ համակարգը ուղղակի անմխիթար վիճակում է գտնվում եւ Խաչատրյան, այդ համակարգը կարգավորելու համար եւ արդյունավետ կառավարելու համար մենք միլիոնավոր դոլարների եվրոների վարկեր ենք վերցրել եւ դեռ փակում ենք դրանք։ Շատ ես ուրախ եմ, որ այդ հարցադրումը անում եք, նույնիսկ խնդրեմ ձեզ, եթե ժամանակ գտնեք, ինչ որ ժամանակ հետո ես կարող եմ ձեր հետ միասին այդ հարցը քննարկել, որտեղ ես վերջին 2-3 ամիսը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով բավականին լրջագույնս զբաղվել եմ այդ խնդրով եւ ձեզ ասեմ, որ այն ինչ որ ներկայացում էր, որ մեզ 80%-ն է կորում, կարող է 90%-ն է կորում եւ մենք ուղղակի ունենալով ջրի ահռելի պաշարներ 80% դեռ 1.5 ամյակ առաջ էր ասում, հիմա շարունակում են չափով կորել։ Ասենք մի անգամ եղել է 50 միլիոն ներդրում համաշխարհային բանկի կողմից, էլի 70%-ը դարձավ 80%, որովհետեւ ընթացքում 60-ական, 70-ական թվականներին կառուցված այդ ջրային համակարգը ուղղակի ֆիզիկապես, բարոյապես մաշվում գնում է։ Եվ տեսեք ինչը, տարիների ընթացքում այդ բնակավարում ընթացիկ վերանորոգումներ չանելու պատճառով, ֆինանսական համապատասխան նորմատիվների համապատասխան ներդրումներ չարելու պատճառով ուղղակի կորել է։ Չկա, համարեք, որ չկա։ Կարող ենք ասել, որ վերցրած վարկերը, այդ ուղղությամբ վերցրած վարկերը արդյունավետ չեն օգտագործվում։ Միանշանակ։ Իսկ պետք է ինչ որ մարմին ստեղծել կամ ընդհանրապես հետ գնալ եւ այդ վարկերի արդյունավետությունը ուսումնասիրել։ Ասեմ ձեզ, իմ ուսումնասիրությունների շրջանակից դուրս է դա։ Ես ավելի շատ մտածում եմ ինչ պետք է արվի, որովհետեւ ես հասկանում եմ, որ մենք ունենք 400,000 մարդ, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում, երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսության արդյունավետության, մրցունակության բարձրացման համար, մենք պետք է այդ մարդկանց կարողանանք ապահովել ջուր։ Պարոն Խաչատրյան, Եվրամիության հետ հնարավոր այս ծրագրերը, որոնք Նիկոլ Փաշինյանն շեշտեց, դրանք այն նույն ծրագրերն են արևելյան գործընկերության շրջանակներում, որի համար Հայաստանին հատկացվելու է 700 միլիոն Չէ, դրանք տարբեր ծրագրեր են, որովհետև նախկին հայտարարությունը, որ եղել էր անցյալ տարվա վերջին, դա վերաբերում էր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, դա վերաբերում էր արևելյան համագործակցության բոլոր երկրներին եւ այդտեղ որոշակի գումար էր նախատեսված նաեւ Հայաստանին եւ ես ասեմ, որ ամենակիչ գումարը Հայաստանի համար էր։ Այո։ Եվ ըստ էության պայմանավորված, որ դեռևս մենք վերջնական 13 միլիարդ եվրոից 700 այսպես է, պարզ է, որ պետք է Վրաստանը շատ ստանար, պարզ է, որ Ուկրաինան շատ պետք է ստանար, պարզ է, որ Մոլդովան շատ պետք է ստանար, Ադրբեջանն էլի հասկանալի պատճառներով շատ պետք է ստանար, որովհետև ի վերջո Ադրբեջանը Եվրոպայի հետ իրականացնում է էներգետիկ ծրագրեր, որոնք Եվրոպայի առաջին պահանջների բավարարման են ուղղված։ Հայաստանի դեպքում ես էլի դրական եմ գնահատում, որ նույնիսկ այդ գումարն է նախատեսված, համոզված եմ, որ վերջնական համաձայնագիրի ստորագրելուց հետո մենք հնարավորություն կունենանք Եվրամիության այդ ծրագրերի շրջանակներում նաև ընդգրկվել, այստեղ նաև ուղղությունը կար հստակ գրված էր հյուսիս-հարավ ճանապարհ։ Այսինքն էլի ենթակառուցվածքներին էր ուղղված, միգուցե դրանից առաջ գործող կառավարությունը կամ տեղեկություն չունեմ, կարող է եւ գործող կառավարությունն էր այդ ծրագիրը ներկայացրել, որովհետեւ տեսեք, այդ հյուսիս-հարավը կա ու չկա։ Հիմա այդ չկան պետքա լրացվի, այդ չկան լրացնելու համար լրացուցիչ ֆինանսական գումարներ են պետք, պետական բյուջեի սահմանափակումը կա, պետական պարտքիներով կրնեք, ինչպես գիտեն, այլ ձևերով են լցնում այդ չկան որոշակի նախկին գումարները, որոնք հատկացվել են ինչ պետք է, հաստատված են, որ պետք է հաստատ Դե գիտեք, տարբեր տեսակի հայտարարություններ եղան, տարբեր մակարդակներում կառավարության անդամներից սկսած մինչև ոնց որ թե նաև քննչական կոմիտեի կողմից կամ նմանատիպ մի գործեր կան հարուցված եւ բոլորիս էլ այդ հարցը անհանգստացնում է։ Իրականում մեզ թվեր են ասել, բայց այդ թվերի արդյունքում մենք էլի ոչինչ չունենք, հիմա ոնց իրականությունը որն է դեռևս պարզ չի։ Խոսենք նաև այլ խնդիրների մասին, պարոն Խաչատրյան, տեղյակ եք, որ հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխությունների նախագիծ է ներկայացված, որոնց թվում է նաև եկամտահարկի համահարթեցումը։ Որքան եք նպատակային կամ ճիշտ համարում եկամտահարկի միասնական 23% դրույքաչափի սահմանումը այն դեպքում, որ դա չի տարածվելու 60-70% աշխատողների վրա, առանց այդ էլ նրանք 23%-ով
են հարկվում եւ ընդամենը 1800 կարծեմ 2000 հոգու վրա է բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը նվազելու։ Տեսեք, մի սխալ մեթոդիկա կամ մեթոդաբանական սխալ եք մենք թույլ տալիս, որովհետեւ դա մենք չենք իհարկե, մեղավորը մենք չենք, մեղավորը կառավարությունն է եւ այն մարդիկ, ովքեր որ հարկային բարեփոխումներն են ներկայացրել, որտեվ այդ մեթոդաբանական սխալն է, որ մենք վերցրել ենք առանձին ինչ-որ մի մաս հարկային փոփոխությունների քննարկում ենք դա, թե ինչքանով է փոխկապակցված ամբողջ հարկային դաշտի մնացած գործոնների հետ, այսինքն միայն մի հարկատեսակ մենք չունենք, ունենք 12-ից 15 հարկատեսակ եւ մեկի փոփոխությունը մյուսի վրա ազդում է թե ոչ, այդ մյուսի վրա ազդում է թե չէ, փոխկապակցության մասին մենք չենք խոսում։ Տվյալ դեպքում ասում են եկամտահարկի վնասների համար ակցիզային ինչ վերաբերում է եկամտահարկին, իմ անձնական մոտեցումը խիստ անձնական, որովհետեւ ես զուտ տեսական քննարկումների մակարդակով ունեմ իմ հստակ դիրքորոշումը, պետք է լինի համահավասարաչափ հարկատեսակ։ Կլինի 20, 23, 30, 35։ Դա իմոց սկզբունքն է, որ պրոգրեսիվության սկզբունքն է խաթարվում։ Ուրեմն պետք է խաթարվի այդ պրոգրեսիվության սկզբունքը, որտեվ այդ պրոգրեսիվության սկզբունքը կա հենց այն, որ դուք ստանում եք ավելի շատ կամ պակաս աշխատավարձ։ Ինձ համար դա պրոգրեսիվություն է, այսինքն եթե դուք ստանում եք 300,000, ես ստանում եմ 100,000, ես վճարում եմ 10 անգամ դեզնից պակաս հարկ կվճարեմ, կներեք, 3 անգամ պակաս դեզնից հարկ կվճարեմ, այսպես թե այնպես։ Դա ընդհանրապես քաղաքականության առումով։ Իսկ կոնկրետ այս դեպքում բոլոր մնացած հիմնավորումները, որոնք տրվում են, ինձ համար լիարժեք չեն, որովհետև ավելի շատ հիմնավորումի մեջ դոմինանտ դեր ունի բյուջետային խնդիրները լուծելը։ Ես դա չեմ համարում կարևորագույն։ Առավելևս այսօր խնդիրներ լուծելը։ Այո, առավելևս այսօրվա Հայաստանի Հանրապետությունում մենք ավելի շատ պետք է բյուջետային խնդիրներ լուծենք տնտեսական աճի զարգացման արդյունքում։ Իսկ օրենս գիրքը, որը կառավարությունը հայտարարում են տնտեսական աճը խթանելու, բիզնես ծրագրերը խթանելու, ներդրումները ներգրավելու եւ ընդհանրապես բյուջետային մուտքերը տնտեսական աճով մեծացնելու նպատակ է դնում։ Կարող է այդ նպատակը իրականություն դարձնել։ Դրա համար սկզբից սկսեցի մեթոդաբանությունից, դրա համար չքանի որ չկա ամբողջական հարկային օրենսգիրք, փաթեթ ամբողջական տեսքով։ Եսի նկատի ունեմ, որ այնտեղ չկա գույքահարկի մասին, այնտեղ չկա այլ հարկատեսակների մասին մոտեցում եւ ընդհանրապես գաղափարախոսությունը ինչ որ դուք ասցիք ձևակերպված, որը ծրագրում կա, որ ինձ համար ընդունել է, բայց դրա իրականացման գաղափարախոսությունը որն է լինելու, մենք մեկին բարձրացնում ենք հարկատեսակները, որպեսզի մյուսի իջեցնելու արդյունքում այդ բյուջետային խնդիրները լուծենք, թե ուղղակի մենք իսկապես այս մեկը իջեցնում ենք, որպեսզի կարողանանք տնտեսական ակտիվություն ապահովել։ Այս հարցի պատասխանները չկա, հիմնավոր չի, հաշվարկներ չկան եւ այդ պատճառով այս խոսակցությունները որ կան այսօր, վաղը մյուս օրը լինելու, որտեղ վաղը ազգային ժողովում քննարկումներ են սկսելու եւ այն դժգոհությունները, որ երեք էին արկային ազգային կառավարության շենքի դիմաց շարունակվելին, որովհետեւ բոլորին հստակ պատասխաններ չի տրվում եւ մի կարեւոր բացթողում էր կա, հույսը դրվել էր, որ հրապարակային դրվել է դա էլեկտրոնային կայքում e-draft եւ այնտեղ կարող եք առաջարկություններ ներկայացնել, բայց ես կարծում եմ դա բավարար չի, պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ, ես չեմ ասում անհատապես, խմբերով, բոլորի հետ պետք է հանդիպումներ, որպեսզի բոլորի խնդիրները պարզվեն, որտեղ օրինակ այդ շաքարի պատմությունը։ Վերջի վերջո ֆինանսների նախարարության, չգիտես, հիմնական արգումենտը եղավ, որ առողջապահության հետ կապված խնդիրը պարզվեց առողջապահության նախարարությունն ասեց, որ այդպիսի խնդիր չկա, մեր կողմից չի բարձրացվել։ Տարիներ առաջ դուք հիշում եք, որ սուպերմարկետները ցանցը ընդլայնվեցին եւ խոշոր ներկրողները, լայն ապրանքների խոշոր ներկրողները սկսեցին վաճառել նաեւ իրենց ապրանքը։ Եվ կարծիք կա տնտեսագիտական շրջանակներում, որ ներկրողը չպետք է իրացնի իր ներկրածը եւ այստեղ ինչ որ շահերի բախում կարող է առաջանալ։ Դուք ձեր կարծիքով պետք է սահմանափակել այդ երկու ոլորտների բախումը։ Իսկ մենաշնորհը շատ ավելի կարծրացած չի։ Աշխատում է այն ժամանակ, երբ որ այլ ընտրանքներ են լինում։ Ընդհանրապես տնտեսական քաղաքականության ամբողջ տրամաբանությունն էլ դրան ուղղված պետք է լինի։ Միայն արգելելով, պատժելով որևէ առաջընթաց չի լինում։ Առօրյա կյանքում էլ կարծում այդպես։ Երբ որ մարդկանց այլ ընտրանք եք տալիս, մարդը ընտրում է այդտեղ բանական։ Այսինքն հնարավորությունները տեսնում եք։ Մի լավ օրինակ կար, որ միշտ բերում էին մեզ երիտասարդ տարիներին, ասում են, երբ որ նոր թաղամաս է կառուցվում, ինչ որ մի տեղում ճանապարհները դեռևս չեն կառուցում եւ մարդկանց հետևում է թե մարդիկ որ ճանապարհով են գնում։ Հետո այդտեղից ամենաօպտիմալն է դա, հետո ասֆալտապատում են, ասում են որ դուք քանի որ այս ճանապարհով եք գնացել, սա է։ Հիմա մեր մոտ այլընտրանքի հնարավորություն տրվում է թե ոչ։ Տվյալ դեպքում ինչ վերաբերում է այն ինչ որ կատարվել էր նախկինում մեծածախ եւ մանրածախ առևտուրը ընդհանրապես չտարանջետելու,
Այմա բերել է այս արդյունքին, որ մենք ունենք առևտրի բնագավառ, որտեղ մեծածախ առևտրով եւ նաեւ մանրածախ առևտրով սուբյեկտները նույն մարդիկ են, եւ պետք է ուղղակի այդ մարդկանց հետ հենց այդ այլընտրանքը տալու միջոցով ուղղակի հնարավորությունը ձեռքել։ Այսինքն հարկերի միջոցով, եթե մարդը ինքը մեծածախ առևտուր է անում եւ նաեւ մեծածախ առևտրի արդյունքում ինքը մանրածախով է զբաղվում, արգելանքը դնել հարկերի միջոցով կամ կարող եք եթե այլ ձևակերպում տակ արգելել։ Ուղղակի դա համարել, որ իրական չեն կարող իրականացնել։ Երկրորդը կար, որ ընդհանրապես տեսեք շատերը հիմա ինձ են հարցադրումներ անում, այդ կառավարությունը գնաց նրան, որ մենաշնորհացման դեմ պայքարի, մենաշնորհների վերացվեն, բայց չի ստացվում։ Այսքան շուտ չէր ստացվում, որովհետեւ ի վերջո այն մենաշնորհները, գեր մենաշնորհատերերը, որոնք կան, նրանք ահռելի ֆինանսական հնարավորություն ունեն այս հավասար մրցակցային պայմաններում, որտեղ ոչ այդ հավասար մրցակցային պայմաններ չլինի, փոքր կամ նոր սկսնակներին կամ փոքրերին ուղղակի խեղդել դեմպինգային գներով, ասենք հիմա ինձ հարցնում են բանանի գնի մասին։ Այո, ինչու 400 դրամից նորից 800 դրամ դարձավ։ Հիմա ես կոնկրետ դեպքին չեմ տիրապետում, բայց կարող եմ ենթադրություններ անել, որ տեղի ունեցել ինչ որ ես ասում եմ, այսինքն այդ բանանը ինչ նկատառումներից ելնելով մարդիկ մտան, երևի սկզբնական շրջանում նրանք կարողացան անել, բայց հիմա այդ խոշորները իրենք գինը դեմպինգ անելով իջացրել են եւ դրա արդյունքում այսօր հայտնվել են արդեն իրականում փոքրերը չեն կարողանում այդ գնով վաճառել, նրանք դուրս են մնում դաշտից եւ էլի նույն մենատերերը բարձրացնում են գինը, նույնը բենզինի շուկայում 3-ից ավել չի ստացվում։ Որն է այդ դեպքում կառավարության կարգավորիչ դերը։ Կարգավորիչ դերը տվյալ դեպքում ինքը կարող է ուղղակի օրենքով դա սահմանափակումներ մտցնել մեծածախ եւ մանրածախ առևտուրանոներ, նույնը բենզինն էլ այդպես։ Բոլոր ձերթվարկած ապրանքների շուկան։ Ընդհանրապես պետք է ուղղակի տարանջատումը լինի, որովհետև այսպես թե այնպես, եթե դուք խոսում եք, որ վերաբաշխում պետք է լինի նաև հարստության, որի մասին մենք շատ ենք խոսում, եւ շատ տեղին է այսօրվա Հայաստանի Հանրապետության համար առաջի խնդիրներից մեկն է, որ մեր մոտ արդյունքի վերաբաշխում չի տեղի ունենում, ոչ թե նրա պատճառով, որ մեկից խլեն, այն մեթոդով, որ մեկից խլեն մյուսին տան, այլ ուղղակի տնտեսական գործունեության արդյունքում։ Մեկը թող զբաղվի մեծածախ առևտրով, ներկրի, բերի, բազավորվի, մյուսները, ովքեր որ դրանք պետք է շուկայում, մանրածախ շուկայում իրականացնեն, կգնան այդ տարբերությունը, որ կա, որը կառաջանա մանրածախ եւ մեծածախ շուկայի գների տարբերությունը, դրանք հնարավորություն կտան մանրածախին որպես իր եկամուտ դնի գրպանում։ Այսինքն շատերն են, որպեսզի ավելի պարզ ասեմ, տեսել, երբ որ գնում են եվրոպական կամ այլ խոշորներ զարգացած երկրներ, քաղաքից դուրս կան մեծածախ այդպիսի բազաներ, դուք գնում եք այնտեղ առնում եք, որտեղ քաղաքի խանութներում մոտ 15-20% ավելի էժան է։ Բայց այդ կազմակերպությունը չի կարող գալին հանձնամ զբաղվել խանութներ, կրպակներ ունենալ, ինչպես մեր մոտ է։ Հիմա Սամվել Ալեքսանյանը օրինակը բերենք էլի։ Բերում է, լցնում է իր բազաները, հետո մեկ էլ պարզվում է Սիթիում գներ սահմանում, ինչ գինուզիկ սահմանի։ Այն մարդիկ, ովքեր իր բազաներից առնում են, տանում են իրենց խանութներում, պարզ է։ Սամվել Ալեքսանյանի մի գինը, որ այնտեղ է, պլյուս իր ծախսերը։ Իսկ Սամվել Ալեքսանյանը կարող է այդ պլյուս ծախսերը չան, ուղղակի զրոյական դնի իր խանութներում վաճառի։ Ձեր դեպքում Սամվել Ալեքսանյանի մասին պետք է սահմանափակում ենթադրող օրենք ընդունի կառավարությունը, իր գործունեության այդ ձևի համար, հա ես ասում եմ, հիմա ես ասում եմ, ինձ համար անընդունելի մեթոդ է սահմանափակում դնել ուղղակի վարչական մեթոդներով։ Օրենսդրական առումով հարկային որոշակի բեռ ավելացնելով, դա կբերի նրան, որ նույն Սամվել Ալեքսանյանն այսպես սիմվոլիկ կերպար, ասենք, ընդհանրացված կերպար, բոլորը զուտ տնտեսական նաև անհրաժեշտությունից ելնելով, իրենք կհասկանան, որ արժի միայն մեծածախով զբաղվենք, ինչ իմաստ ունի, որ մենք գնանք խանութներ, բացենք, մանրածախ առևտուր անենք, այնտեղ խնդիրներն ավելի շատ են, իսկ այստեղ ինչ է, մի հատ պարտներ եք գտնում, այնտեղից բերում եք, իհարկե ամեն մեկին չի որ հաջողում, որտեղ այդտեղ լուրջ նաև ֆինանսական ներդրումներ կլինի։ Բոլոր դեպքերում կարճ շատ ձեր բարձրացրած հարցը օրակարգում պետք է լինի կառավարության եւ հրատապ լուծման անհրաժեշտություն ունի, եւ եթե դրանք օրենսդրական իմ ասած մեթոդոլոգիայով կամ ճանապարհով հարցը լուծվի, կարծում եմ մի 6-ից 1 տարվա ընթացքում մենք տարբերություն կզգանք արդեն շուկայում նոր խաղորդներ կհայտնվեն մանրածախ շուկայում, ում երկար ժամանակ է մեզ պետք։ Հա, իրականում, հա, որովհետեւ ի վերջո գիտեք ինչ կա, եթե մարդիկ հասկանան, որ խաղի կանոնները փոխվել է, իրենք գումարները հարկավոր եւ այլն։ Խոսենք նաև կառավարության օպտիմալացման ծրագրից։ Դուք տեղյակ եք, որ 17 նախարարության փոխարեն առաջարկում է 12 նախարարություն, ընդ որում քննադատությանը ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է միանա էկոնոմիկայի նախարարությանը։ Ինչպես է գնահատում այս ընդհանուր ծրագիրը։ Ինձ համար զուտ ով կմիանա, այդպիսի հարց գոյություն չունի, անձամբ ինձ համար։ Ինձ համար մի հատ ուրիշ հարց կա։ Այդ միավորման, անջատման, մեծացման, փոքրացման արդյունքում մենք կունենանք արդյունավետ կառավարում թե ոչ։ Որտեղ եթե գյուղատնտեսություն նախարարություն կար առանձին,
հաստատ ես կարող եմ ասել, որ այնտեղ արդյունավետ կառավարում չի եղել, թողինցներ են գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, այնտեղ այլ խնդիրներ են լուծվել։ Հակա դարձում են, որ ՀՆԱ-ի 10-15% ես հասկանում եմ, ՀՆԱ-ի գիտեք ինչ կա, հիմա ՀՆԱ-ի 56%-ը ապահովում են ծառայություններ եւ առևտուրը։ Ստեղծենք այդպիսի նախարարություն, ոնց որ խորհրդային միության ժամանակ կար, անուն էլ դնենք, տենց էլ կար։ Առևտրի նախարարություն կար, ծառայություններ կար, կոմունալ կար, եկեք անուն դնենք։ Դա փաստարկ չի։ Ավելի լուրջ փաստարկ թող մտածեն, եթե կա այդպեսին։ Ինձ համար փաստարկը միավորելու, ես նույնիսկ չեմ էլ բացառում, որ կարող է մեծանա թիվը, թեկուզ տրամաբանական չի այսօրվա ուռճացված կառավարչական ապարատի պայմաններում, բայց բոլոր դեպքերում այդ ամենին տակ թիվ պետք է լինի։ Ի վերջո տնտեսագիտությունը սիրում է, որ իր տեսական գաղափարները կամ մոտեցումները կամ վերլուծությունները թվով են արտահայտում։ Թիվ ինչի մասին։ Թիվ մենք ինչի ենք, այսինքն գյուղատնտեսության նախարարությունը միավորում մշակույթի նախարարության հետ։ Մենք ինչ ծայրահեղություններ եմ ասում, որպեսզի ավելի հասկանալի։ Թիվ պահանջում են հիմնականում կրճատվող աշխատողների դեպքում։ Իսկ թիվը միայն դրա համար չի պետք։ Իսկ թիվը պետք է դրա արդյունքում մենք տնտեսության մեջ ինչպիսի փոփոխություն ենք տեսնելու, ինչ ակնկալիքներ ենք ունենալու։ Օրինակ, ինչի ենք այդպես անում, երբ որ այս երկուսը միավորում ենք, որ ինչ անենք, որ համակարգ ավելի կառավարելի դարձնենք, ավելի կոնկրետ օրինակ ասեմ։ Ջրային կոմիտեն լուծարում ենք, միացնում ենք տարածքային կառավարման նախարարության կամ կար։ Ինչի համար ենք անում։ Իմ մոտ անձնական մի հատ այլ մոտեցում կա, ջրային կոմիտեն պետք է ամենաբարձր կարգավիճակը ունենա, որովհետև առաջիկա տարիներին 5 կամ 10 տարի հետո համաշխարհային խնդիրներից մեկը դառնում է ինքը ջուրը որպես եւ ռեսուրս, ջուրը եւ որպես ապրանք, բայց Հայաստանի պայմաններում այն ինչի մասին որ արդեն խոսեցինք, այդպիսի ոչ ռացիոնալ, այդպիսի բարբարոսաբար ջուրը օգտագործելու ծախսելը պետք է առանձին կառավարման օբյեկտ դառնա, սուբյեկտ։ Սա ինձ համար ասենք մոտեցում է։ Ես կարող եմ սա հիմնավորել շատ երկար թվերով, փաստերով։ Հիմա ասեցի, ես առաջարկություն արեցի։ Բայց ես ցավում եմ, որ կառավարության մինչ օրս ներկայացած հիմնավորումները, որոնց մասին ես նաև նայեցի կառավարության նախորդ մեկ շաբաթ առաջ, երբ որ որոշում ընդունվեց եւ որոշեց, որ պետք է կառավարություն ուղարկի դրա մասին ազգային ժողովի քննարկման, որպես օրակարգային հարց, ես իմ հարցերի պատասխանները չեմ տեսել, որ պետք է փոխվի միանշանակ, որ նոր կառուցվածք պետք է լինի միանշանակ, որ այդ կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կարող է դա ցավոտ լինի անձնապես շատ մարդկանց համար եւ ընդհանրապես որևէ համակարգի համար միանշանակ, բայց ամենակարևորը ի վերջո դրա արդյունքը լինի բոլորիս համար ընդունելի այն առումով, որ աշխատի այդ համակարգը, որ ի վերջո տեսեք ինչ ա եղել ախր մի քիչ երկարում է, բայց շատ կարևոր է։ Հայաստանում ինստիտուտները պետական չեն աշխատել կամ այն ինստիտուտները, որոնք աշխատել են մեր պատկերացման, դրանք պետական ինստիտուտ են եղել, բայց դրանք պետական ինստիտուտ չեն եղել։ Դրանք ուղղակի առանձին մարդկանց շահերը սպասարկող հիմնարկներ են եղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը, ամենամեծ խնդիրը, որ իր առջև կա եւ ինքը այդ խնդիրը պետք է լուծի, այդ ինստիտուտները ստեղծել կամ եղածի հեղինակությունը բարձրացնելն է։ Սա մի հատ միսիա, որ ինքը պետք է կատարի, այդ կառավարությունը իր ղեկավարությամբ։ Սրանով պայմանավորված լինելու նաև մեր Հայաստանից հաջողությունը, որտեղ մենք պետք է ուղղակի իսկապես սովորենք հարգել ինստիտուտներին, ոչ թե այդ ինստիտուտների ղեկավար մարդուն անհատին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն էր տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։